Սեմինարին մասնակցությունից առաջ կար սպասումներ համընդհանուր, այսինքն թիմային տարբերակով, թիմային աշխատանքի արդյունքում իրականացնել բարդ նյութերի վերլուծություն եւ գալ ընդհանուր եզրահանգումների։ Միևնույն ժամանակ գիտակցելով, որ նյութերը, որը սեմինարի ընթացքում պետք է քննարկվեր, ենթադրում էին, որ մասնակիցները պետք է լինեն բավականին խելացի, բավականին կայացած անձնավորություններ։ Ասեմ ավելին, ոչ միայն արդարացված են, ավելին քան արդարացված են, որտեղ սեմինարի ընթացքում մի շարք նոր ծանոթություններ ձեռք բերեցի, Եվս մեկ անգամ ինքս ինձ վերահաստատեցի, որ հայ կնոջ արգանդը չի չորացել եւ այսօր հասարակությունում կան շատ գրագետ, շատ ակտիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց վրա հիմնվելով վաղվա Հայաստանը կարող է կառուցվի եւ ավելի լավը լինի։ Առնվազն նվազագույնը ինչ որ կա պահպանել, ամեն սեմինարից ընտրել մի փոքր խումբ անձանց, որոնց ինչ որ եղանակով ներգրավել կազմակերպչական աշխատանքների եւ որպես անգամ ունկնդիր սեմինարների ընթացքում դիտարկումների համար նրանց ընդգրկել եւ նրանց կարծիքը հաջորդ սեմինարների կազմակերպման գործընթացի հետ կապված լսել եւ ել ավելի զարգացնել այս նոր ինստիտուտը, որը Հայաստանում ներդրվում է իմիջիայլոց, ես ողջունում եմ այս ինստիտուտի ներդրումը, ես ինքս օգտագործում եմ մոդելը մեր քաղաքական ուժի, տարբեր հասարակական քաղաքական գործիչների եւ ուժերի հետ համագործակցելուց եւ կարծում եմ ինքը լավագույն մեթոդիկաներից մեկն է, որ այսօր քաղաքասարակությունում ինչ որ երկրներում ներդրված է։